ձայնը փոխանցել, մեր կուսակցության ցուցակով Շանթ Դաշինք կուսակցությունը ներկայացնող Շանթ Դաշինք կուսակցության նախագահ եւ մեր լավ ընկեր եւ շատ լավ գործընկեր, ում հետ այս անցնող ամիսների ընթացքում ջերմագույն փոխհարաբերություններ եւ իսկական գործնական հարաբերություններ ենք կառուցել, Շանթ Դաշինք կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանին։ Շահեն ջան, համեցեք։ Շանթ Դաշինք կուսակցության հարգելի անդամներ, Միասնության թևեր կուսակցության հարգելի գործընկերներ, հյուրեր, պայքարի սիրելի ընկերներ։ Մենք կանգնած ենք մի ժամանակաշրջանի շեմին, երբ այլևս հնարավոր չէ շարունակել ապրել հին մտածողությամբ եւ կրկնել նույն սխալները։ Այս ընտրությունները պարզապես հերթական քաղաքական գործընթաց չեն։ Դրանք որոշելու են, թե ինչպիսի պետություն ենք ունենալու վաղը, ինչպիսի հայրենիք ենք թողնելու մեր երեխաներին եւ արդյոք հայ մարդը շարունակելու է ապրել իր հայրենիքում։ Այսօր եկել է ազնիվ խոսելու եւ իրականությունը ստապ գնահատելու պահը։ Պետք է վերանայենք մեր անցած ճանապարհը եւ հստակ ձևակերպենք մեր ապագայի նպատակը։ Մենք այստեղ ենք ոչ թե խոստումներ տալու, այլ հստակ ուղղություն առաջարկելու, ազգային ուղու, որը հիմնված է արժեքների, պատասխանատվության եւ պետական մտածողության վրա։ Մեր քաղաքական ուժի համար անկախությունը կարգախոս չէ, զարդարանք չէ եւ երբեք չի կարող լինել սակարկության առարկա։ Անկախությունը հիմնարար եւ անվիճարկելի արժեք է, որի վրա միայն կարող է կառուցվել արժանապատիվ եւ կայուն պետություն։ Առանց անկախության պետական ինստիտուտները վերածվում են ձևականության։ Բարեկեցությունը դառնում է խոցելի, իսկ խաղաղությունը ժամանակավոր։ Ազգը, որը չի ղեկավարում ինքն իրեն, չի կարող ապահովել իր ապագան։ Հայոց ազգը ձևավորվել է պայքարի մեջ եւ կոփվել դիմադրությամբ։ Մեր ակունքներում կանգնած է հայկը, ով ելավ բելի դեմ եւ ընտրեց ազատությունը։ Այդ ընտրությունը միայն պատմական դրվագ չէ, այն շարունակվող պատգամ ուղղված ներկային։ Եվ այսօր եկել է ժամանակը վերագտնելու այդ ժառանգությունը եւ այն վերածելու գործող ուժի։ Անկախությունը չի նշանակում ընտրել, թե որ աշխարհակական բևեռի ենթակայության տակ պետք է հայտնվենք։ Անկախությունը նշանակում է հստակ գիտակցել մեր ազգային նպատակները, ձևակերպել մեր պետական շահերը եւ համագործակցել միայն այն ուժերի հետ, որոնց հետ այդ շահերը համընկնում են։ Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե վախով, այլ սթափ հաշվարկով, ոչ թե պարտադրված ընտրությամբ, այլ ինքնիշխան կամքով։ Այս ընտրությունները չեն կարող սահմանափակվել միայն թոշակների, աշխատատեղերի կամ ճանապարհների հարցերով։ Դրանք ցանկացած իշխանության բնական եւ պարտադիր գործառույթներն են։ Այս ընտրությունները շատ ավելի խորքային են։ Դրանք վերաբերում են մեր պետության հիմքերին եւ մեր ապագայի ուղղությանը։ Այս անգամ մեր ընտրությունը պետք է հիմնված լինի ոչ թե կարճաժամկետ խոստումների, այլ արժեքների վրա, որովհետև միայն արժեքների վրա կառուցված ընտրությունն է կարող ստեղծել կայուն, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն։ Մեր գլխավոր նպատակները կառուցված են երկու հիմնական ուղղությունների վրա՝ ներքին եւ արտաքին։ Ներքին ճակատում մենք պարտավոր ենք վերակերտել ազգային ոգին եւ ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ հայ մարդու արժեհամակարգը դառնում է հասարակական կյանքի առանցքը։ Մեր մշակույթը, քաղաքական համակարգը, հեռուստատեսությունը եւ լրատվամիջոցները պետք է կրկին ծառայեն այդ նպատակին, լինելով ոչ թե դատարկ աղմուկի, այլ արժեքների կրող եւ ձևավորող։ Պետք է հստակ մերժել մակերեսայնությունը, աղմուկը եւ հասարակությանը պառակտող բովանդակությունը, դրանք փոխարինելով բովանդակային եւ արժեքային հենքով։ Դրանք պետք է մեզ վերադարձնեն հայկական ոգուն, ստեղծագործ աշխատանքին, արժեքներին եւ Աստծուն մոտ լինելու զգացողությանը։ Միայն այն հասարակությունն է ուժեղ, որը ներսից ունի արժեք, հավատ եւ նպատակ։ Ազգը նախ ներսից է հզորանում եւ միայն դրանից հետո է դառնում ազդեցիկ արտաքին աշխարհում։ Արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի շահերով։
Եվ միջազգային հարթակներում հետևողականորեն առաջ մղենք այն օրակարգը, որը ծառայում է մեր պետականության ամրապնդմանը, այդ թվում պարտավոր ենք բարձրաձայնել եւ միջազգային քննարկման առարկա դարձնել մեկ դար առաջ ապօրինաբար եւ պարտադրանքի ներքո կնքված Կարսի պայմանագրի ամբողջ ժառանգությունը։ Պետք է հստակ արձանագրել դրա այն դրույթները, որոնք վնասել եւ շարունակում են վնասել Հայաստանի շահերին, վերհանել խախտված եւ ժամանակավրեպ կետերը եւ ցույց տալ, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանային արդար եւ կայուն կարգի համար։ Անցյալի չլուծված խնդիրները լռությամբ չեն վերանում, դրանք վերածվում են ապագայի ռիսկերի։ Այսպիսով, մեր առաջ ծառացած հարցերը շատ պարզ են։ Այսօր մեր առաջ կանգնած է արժեքային ընտրություն, ինչն ենք ավելի բարձր գնահատում, անկախությունը թե կեղծ անվտանգությունը, ազատությունը թե հարմարավետ ենթակայությունը, պատիվն ու սթափությունը թե դատարկ հպարտությունը։ Ժամանակն է հստակ որոշում կայացնելու, կամ շարունակելու ենք գոյատևել հարմարվելով ուրիշների պայմաններին, կամ ընտրելու ենք մեր ճանապարհը, կառուցելով արժանապատիվ, անկախ եւ արդար պետություն։ Սիրելի ընկերներ, ժամանակը եկել է։ Ժամանակը ուղիղ կանգնելու, չվախենալու եւ չլռելու։ Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ, այն մերն է յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ։ Եվ եթե մենք չկառուցենք այն, ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու։ Պետք է դառնանք այն սերունդը, որը չի հանձնվում, չի մոռանում եւ չի զիջում իր արժեքները։ Այո, հեշտ ճանապարհ կա, բայց դա մեր ճանապարհը չէ։ Մեր ճանապարհը դժվար է, բայց ճիշտ է։ Արժանապատվության, ազատության եւ անկախության ճանապարհը։ Քանի դեռ մեր մեջ կա հավատ եւ կամք, քանի դեռ կա ոգի, Հայաստանը կանգնելու է եւ առաջ է գնալու։ Ուստի այսօր ընտրությունը միայն խոսքերի մեջ չէ, այսօր ընտրությունը գործողության մեջ է։ Ժամանակն է ոտքի կանգնելու եւ ժամանակն է պայքարի։ Շնորհակալ եմ շատ։